Իրավաբանն է, թե կանայք օրենսդիրում նախագծի շրջանակում կրկին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության անդամ Էլինար Վարդանյանին։ Իրավագետ, փորձագետ, քաղաքական գործիչ Էլինար Վարդանյանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 18-ին Երևան քաղաքում։ 2000 թվականին ավարտել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտը։ 2008 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 2001 թվականից հանդիսանում է Փաստաբանների պալատի անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին հեռացել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ 2021 թվականի հունիսի 20-ին ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան, շնորհակալ ենք կրկին մեզ հյուրընկալելու համար։ Տիկին Վարդանյան, նախկինում դուք ազգային ժողովի պատգամավոր եք Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, սակայն 2015 թվականին լքեցիք այն։ Ինչու ընդունեցիք այդ որոշումը։ Շատ երկար ժամանակ է անցել փաստորեն այդ իրադարձություններից, բայց որոշման պատճառը նախ առկա քաղաքական իրավիճակներ եւ սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ ես շարունակում եմ մնալ իմ համոզմանը, որ սահմանադրական փոփոխությունները այդ պահին Հայաստանի համար ընդունելի չեն, իսկ խմբակցությունը որոշել էր արդեն պաշտպանել սահմանադրական փոփոխությունները եւ այսինքն հայացքների տարբերության պատճառով ես այլևս Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ չէի 2015 թվականին, բայց այնուամենայնիվ շարունակել եւ շարունակում եմ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենալ այնտեղից իմ բազմաթիվ գործընկերների հետ։ Եվ 2015 թվականից հետո, այսինքն հիմա էլ ես այլևս որևէ կուսակցության անդամ չեմ եւ այսօր էլ ազգային ժողովի պատգամավոր եմ ցուցակում անկուսակցականների հնարավորության շրջանակներում։ 2021 թվականին կրկին ընտրվեցիք ազգային ժողովի պատգամավոր արդեն Հայաստան խմբակցության ընտրացուցակով։ Ինչն էր պատճառը, որ միացաք հենց Հայաստան դաշինքին։ 2021 թվականի ընտրությունները իրականում Հայաստանի համար շատ բարդ եւ շրջադարձային փուլում էին, որովհետեւ մինչ այդ 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր, երկրում շատ լարված քաղաքական իրավիճակ էր եւ ակնհայտ էր, որ օրվա իշխանությունը պետք է հեռանա եւ պետք էր անել ամեն ինչ, որպեսզի օրվա իշխանությունը հեռանա եւ այդ պահին ուժը, որ ուներ բոլոր հնարավորությունները հեռացնելու իշխանությանը, թերևս Հայաստան դաշինքն էր, որի կազմում երկու քաղաքական կուսակցություններ էին եւ նաեւ տարբեր ոլորտների մասնագետներ եւ այս պարագայում ես ինձ տեսա հենց այդ մասնագետների շարքում, ովքեր մեր երկիրը այդ պատերազմի հետո արկա դեպրեսիվ վիճակից հանելու հնարավորություն պետք է ունենային։ Խոսեցինք 2020 թվականի մասին, ասացեք խնդրեմ 2020 թվականի պատերազմը ինչպես է ազդել ձեր առաջնահերթությունների վրա։ 2020 թվականից հետո, այո, իմ կյանքում ամեն ինչ այսպես գլխի վայր փոխվել է, որովհետև մինչև 2020 թվականը թերևս մենք պայքարում էինք այլ խնդիրների համար, մենք փորձում էինք պայքարել հիմնականում, չգիտեմ, կարող է սոցիալական հարցեր, կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ եւ այլն։ 2020 թվականից հետո խնդիրների այս հարաբերակցությունը փոխվեց, այնպես չի, որ այդ բոլոր խնդիրները իմ տեսադաշտից դուրս են մնացել, բայց այնուամենայնիվ առաջ եկավ մի շատ ավելի կարևոր խնդիր, դա մեր երկրի անվտանգության խնդիրն է։ Եվ այս պարագայում այո առաջնահերթությունը հանդիսանում էր մեր երկրի անվտանգության ուղղությամբ ծրագրեր, քայլեր անելը եւ մնացածը արդեն պետք է որ ածանցվեին դրանից։ Որ օրենսդրական նախաձեռնություններն եք համարում առավել անհրաժեշտ։ Գիտեք, իրականում այսպես ասեմ, կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է իրականացնել եւ կյանքի կոչել եւ դրանցից է նաեւ ստեղծել մեխանիզմներ, որպեսզի դատական համակարգը արդար լինի, այսինքն արդար լինելու համար էլ նաեւ անհրաժեշտ է երաշխավորել անկախությունը։ Տեսեք, մեր օրենսդրական բազան, այսինքն եղած օրենքները իրականում թվում է թե ստեղծում են երաշխիքներ եւ դատական համակարգի անկախության եւ մարդկանց իրավունքների պաշտպանության համար եւ այլն,
բայց սա տեսականորեն, հա, բայց գործնականում մենք տեսնում ենք բոլորովին այլ իրավիճակ։ Եվ հետևաբար միգուցե ժամանակն է մտածել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն գործող օրենքները բարելավել եւ այդ օրենքների հիման վրա երաշխավորել դատական իշխանության անկախությունը, որովհետեւ դատական իշխանության անկախությունից շատ բան է կախված մեր երկրում։ Դատական իշխանության անկախությունից կախված են ոչ միայն տարբեր տեսակի սոցիալական խնդիրների լուծումը, ոչ միայն տարբեր տեսակի անարդարությունների հաղթահարումը, այլ նաեւ երկրի տնտեսությունն է կախված անկախ դատական համակարգից։ Երբ ես ասում եմ երկրի տնտեսությունը կախված է անկախ համակարգից, շատերի մոտ կարող է առաջանալ այսպես տարակուսանք, թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, բայց հենց ուղիղ կապ ունի, որովհետեւ ներդնողը, տնտեսվարողը պետք է իմանա, որ հնարավոր խնդիրների դեպքում ինքը պաշտպանված է եւ պաշտպանվելու է հենց դատական համակարգի կողմից։ Քանի դեռ չունեն այդ երաշխիքները, սա նաև բերում է իհարկե տնտեսական լուրջ խնդիրների։ Եվ օրինակ այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ ուղղակի ներդրումները էականորեն պակասել էին եւ այս հանգամանքներից մեկն էլ հենց հանդիսանում է անկախ դատական համակարգի վերաբերյալ ոչ միատեսակ կարծիքները եւ մոտեցումները։ Որ օրենսդրական նախաձեռնությունը կիրականացնեի, կարծելով, որ այն Հայաստանի համար ամենաառաջնայինն է։ Այս պահին կդժվարանամ հենց կոնկրետ օրենսդրական նախաձեռնության մասին խոսել, բայց կարող եմ նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը հենց հատկապես կվերաբերեր երկրի անվտանգային համակարգին, պաշտպանունակությանը եւ մարտունակությանը եւ դրան անմիջապես կհաջորդեր օրենսդրական նախաձեռնություն, որը կստեղծեր հնարավորություն մեր սոցիալապես անապահով խավերի համար, այսինքն հաջորդ քայլը ըստ էության պետք է լիներ բյուջեի ծախսերի ճիշտ վերաբաշխում եւ նաեւ կենսաթոշակների վերանայում, որովհետեւ այն կենսաթոշակները, որոնք որ նշանակված են այսօր ծերության կենսաթոշակների մասին է խոսքը եւ նաեւ աշխատանքային կենսաթոշակների մասին է խոսքը, այդ կենսաթոշակներով ըստ էության մեր քաղաքացիները ոչ թե ապրում են, այլ գոյատևում են եւ հետեւաբար հաջորդ կարևոր քայլը հենց պետք է լիներ կենսաթոշակների վերանայումը, որ գոնե նվազագույն սպառողական զամբյուղին մոտ լիներ կենսաթոշակը, որովհետեւ մարդը կարողանա ապրել եւ ոչ թե գոյատևել։ Տիկին Վարդանյան, 2014 թվականին դուք արհեստակցական միությունների օրենքում փոփոխությունների փաթեթ եք մշակել։ Արդյոք այն ընդունվեց։ Ոչ, այդ փաթեթը այն ժամանակ չընդունվեց, բազմաթիվ քննարկումներ եղան եւ պետական մարմինների հետ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ հիմնական նաեւ պատճառաբանությունը այն էր, որ թերևս մեր հասարակական հարաբերությունները այնքան չեն զարգացել եւ հասունացել, որ մենք գանք արհեստակցական միությունների միջոցով հարաբերությունների կարգավորմանը եւ հետագայում արդեն այս գումարման ազգային ժողովում թերևս ձեր ասած առաջնահերթությունների փոփոխության նաեւ պատճառով է, որ դա չի դարձել օրակարգային, հատկապես որ այսօր իշխանության ներկայացուցիչների հետ աշխատելը իրատեսական չէ եւ ցանկացած նախաձեռնություն, որ ներկայացվում է ընդդիմության կողմից, հենց ինչ որ առաջին հենց պատեհ առիթի դեպքում այսպես բլոկ է դրվում իշխանության ներկայացուցիչների կողմից եւ այլևս թերևս նպատակահարմար չի դարձել այս գումարման ազգային ժողովում աշխատել իրենց հետ եւ փորձել նոր օրենսդրական նախաձեռնություններով իրավիճակ փոխել։ 2014 թվականին դուք նշել եք, որ ազգային ժողովում կանանց ներգրավվածությունը, այսպես ասած 11%-ը բավարար չէ։ Այժմ կանանց ներկայացվածությունը հասել է շուրջ 37-38%-ի։ Որպես ազգային ժողովի երկգումարումների падգամավոր փորձ ունեցող, ինչպես է գնահատում այս փոփոխությունը։ Սա իսկական առաջընթաց է, թե արհեստականության տար։ Սա իհարկե օրենքով նախատեսված քվոտավորման արդյունք է, որովհետև եթե չլիներ քվոտավորումը, ազգային ժողովում վստահեցնում եմ լավագույն դեպքում էլի կլիներ մինչև 10-11% ներկայացվածություն, հետեւաբար ընտրական օրենսգրքում նախատեսված քվոտավորումը հնարավորություն ստեղծեց, որպեսզի կանանց ներգրավվածությունը ավելի շատ լինի եւ դատելով նաեւ ազգային ժողովում
կանանց աշխատանքի որակից ես շարունակում եմ մնալ իմ մտքին, որ պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը քաղաքական եւ հանրային կյանքի տարբեր process-ներին, պետք է խրախուսել նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում։ Իհարկե կան բացառություններ, այսինքն ես չեմ կարող ասել, որ ազգային ժողովի բոլոր կին падգամավորներն է, որ գտնվում են իրենց տեղում, բայց ես նույն ձև չեմ կարող ասել, որ ազգային ժողովի տղամարդ падգամավորներն են գտնվում իրենց տեղում։ Հետևաբար, այստեղ սեռով պայմանավորված չէ, որ ես պետք է գնահատեմ իրենց աշխատանքը կամ пассивությունը, բայց միևնույն ժամանակ ելի պետք է շեշտեմ, որ ազգային ժողովում կանայք իսկապես շատ արդյունավետ աշխատանք են իրականացնում եւ կանանց ներգրավվածությունը պետք է փորձել ավելի խրախուսել եւ հնարավորություն տալ, որպեսզի կանայք ավելի ակտիվ ներգրավվեն քաղաքական process-ներին։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։